Վանաձայնը, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Գիրագի 25 մայիսին գազագերբությամբ Հոհիտա Լիբանանի գերմանական կոմիտեին ազդագի Փյունիկ սրահին մեջ տեղի ունեցավ Հոհիտա Զավարյան ուսանողական միության 7 և Լիբանանի երիտասարդական միության 2 անդամներու երթման արարողությունը և մուտքը հայ հեղափոխական դաշնակցության մեծ ընտանիք։ Երթման արարողության գնքահայր Դիքրան Ջիմբաշյան ողջունեց նորակիրներուն գիտագից որոշումը միանալու Հոհիտայի շարքերուն։ Ջիմբաշյան անդրադարձավ երիտասարդության առջև ծառացած մարտահրավերներուն և զանոնք դիմակայելու կարևորության։ Անհայտնեց, որ դաշնակցական ըլլալը դժվար չէ, այնքան ադեն, որ մեր գործունեությունը հիմնված է Հոհիտա կանոնակիրին և ծրագիրին վրա։ Անոնց վրա հիմնվելով պետք է առաջնորդվենք և օրեօր ավելի դաշնակցականանանք։ Ապա ի նորակիրները կատարեցին դաշնակցականի իրենց երդումը։ Մեկնելով օրվան խորհուրդեն Դիքրան Ջիմբաշյան դաշնակցական նորակիրներու այս խումբը կնքեց Հոհիտա Զավարյան ուսանողական միության 120-ամյակի սերունդ անունով։ Այսօր առավոտ Զվիցերիա մայրաքաղաք Բեռնի մեջ պաշտոնական բացումը պիտի կատարվի Արցախի հոգևոր մշակութային և պատմական ժառանգությանց պաշտպանության նվիրված միջազգային համագումարին կազմակերպված եկեղեցիներու համաշխարհային խորհրդին և Զվիցերիա փողոքական եկեղեցու կողմէ։ Համագումարի բացման նիստին խոսք պիտի առնեն ամենահայոց Գարեգին II կաթողիկոս և Մեծդան Գիրգիո Արամ առաջին կաթողիկոս։ Գարեգին II վեհապար հայրապետ անձամբ պիտի արտասանե իր խոսքը, իսկ Արամ առաջին վեհապար հայրապետ դեսերեզի միջոցով պիտի հղի իր խոսքը։ Այս ժողովին Մեծդան Գիրգիո կաթողիկոսությունը պիտի ներկայացնեն կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի պատասխանատու Նարեկ arczepiskopos Ալիեմեզյան, Զվիցերիա մեջ կաթողիկոսության միջեկեղեցական հարաբերություններու ներկայացուցիչ պրոֆեսոր Թենի Փիրի Սիմոնյան, Միջին Արևելքի եկեղեցիներու խորհրդի ընդհանուր քարտուղարի օգնական Սետա Խդշյան և ընկերվար միջազգայնականի փոխնախագահ Մարիոն Ալբանդյան։ Հայտնենք, որ համագումարը իր աշխատանքներուն սկսավ 3։ Հայաստանի արտաքին գործ նախկին նախարար Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներու պաշտպանության անձնախումբի համագարկող Վարդան Ոսկանյան ընկերային ցանցերու կրառումով հայտնեց, որ համագումարը կազմակերպված է Զվիցերիա խաղաղության նախաձեռնության աջակցող 19 պատգամավորների կազմված միջկուսակցական անձնախումբը, որ գոժանտագի Արցախի հայության վերադարձի իրավունքի գործադրության համար միջազգային համագարկեր ստեղծելու գործին Զվիցերիա խորհրդարանի որոշումին։ Ոսկանյան երեկվան նիստին հանդես եկավ խոսքով։ Զվիցերիա խաղաղության նախաձեռնության նպատակն է աջակցել Զվիցերիա հանրության կարելիություն տալու Ադրբեջանի և Արցախի հայ բնակչության ներկայացուցիչներու միջև բաց երկխոսության, միջազգային վերահսկողության տակ կամ միջազգային նշանակալի դերակատարներու ներկայությամբ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձին շուրջ, նշեց Ոսկանյան։ Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորեն Զվիցերիա խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբել և Ստեֆան Մյուլլեր Ալթերմատ։ Ոսկանյան նաև նշեց, որ արցախցիներու վերադարձի պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ մարդկային պահանջ է հիմնված միջազգային իրավունքի, վերաբրած ընկճվածության և բարոյական հստակության վրա։ Այս տարածաշրջանի մեջ խաղաղության հասնի կարելի չէ, որովհետև նագավին այդ մարդիկ իրենց հողեն արմատախիլ եղած են, ըսավ Ոսկանյան, հիշեցնելով, որ 17 նոյեմբեր 2023-ին Արտարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել 19 սեպտեմբերին ետք Արցախին հեռացած մարդոց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։ Միջազգային իրավունքը հստակ է։
Մարտիկը կարելի չէ վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականության պայմաններու մեջ շարունակեց Ոսկանյան։ Զվիցերիա չիզոկության, զսպվածության եւ գայեկցանքի ասպարեզի մեջ երկարամյա համբավ ունենալով եզակի թիրքի վրա կգտնվի նման հարթակ հյուրընկալելու համար նշեց Վարդան Ոսկանյան։ Բայց այս ֆորումը գոմ բռնելու մասին չէ։ Ան դարածք բանալու մասին է, չեզոք, սկզբունքային դարածք, ուր խլացած ցայները գրնան լսելի դառնալ, ուր թե Ադրբեջան, թե Արցախի հայեր գրնան նստիլ եւ միասին ջամփա գտնել։ Վերադարձի ջամփա շեշտեց Ոսկանյան։ Երևան նիստին խոսքեր ադասանեցին նաեւ Կարոլայն Կոքսի անվան վերագանքնողական գետրոնի դնորեն Վարդան Թադևոսյան, Զվիցերիա Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբի գլխավոր քարտուղար Սարգիս Ճահինյան եւ միջազգային քրիստոնեական համերաշխության գազագերբության հանրային հարցերու դնորեն դոկտոր Ջովել Վելդկամփ։ Հոհիտա բյուրոյի հայտարարի գիտնական գրասենյակը գդերգասն է թե ընկերվար միջազգայինականի մոտ հայ եղափոխական դաշնակցության ներկայացուցիչ եւ ընկերվար միջազգայինականի փոխնախագահ Մարիոն Ալբանդյան 23-25 մայիսին Բոսո մեջ մասնակցած է ընկերվար միջազգայինականի նախագահության ֆինանսական եւ գազագերբչական հանձնաժողովներու, ինչպես նաեւ խորհրդի ժողովներուն, ուր քննարկված են ավելի քան 100 երկիրները 132 գուսակցություններ ընդգրկող գազագերբության վերաբերող հարցեր։ Ընկերվար միջազգայինականի Բոսո մեջ գումարված ժողովներու հյուրընկալը Թուրքիո ժողովրդա հանրապետական գուսակցությունն է։ Ընկերվար միջազգայինականի նախագահության եւ խորհրդի նիստերը նախագահ է գազագերբության նախագահ Իսպանիո վարչապետ Պեդրո Սանչես։ Մարիոն Ալբանդյան մասնակցած է գազագերբության բարձրակույն ժողովներուն կոնգրեսներու միջև ժամանակահատվածին գործող խորհրդի 24 մայիսի նիստի օրագարկի երկրորդ բռնության եւ բախումներու հաղթահարումը քաղաքացիական անձերու պաշտպանությունը նյութի կնարգումին եւ այս առիթով արտասանած է խոսքը, որի միջի այլոց հայտնած է, որ Արցախի դեպքը շարունակվող հանցագործություն է։ Հայերը դուրս տրվեցան հազարամյա իրենց հողերեն Ադրբեջանի կողմէ, որ գանդեսե արտարտադրության միջազգային դատարանին որոշումը երաշխավորելու բնիկ ժողովրդի իրավունքները եւ անոնց արժանապատիվ անվտանգ եւ հավաքական վերադարձը։ Ավելին, խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջան կշարունակե քերության մեջ բահել հայ քերեները եւ գերս մեղացանքներով գտադե ազանոնք, ընդ որում Արցախի ղեկավարները, անոնց մեջ նաեւ մեր եւ ծեր բարեկամը Դավիթ Իշխանյան, որոնց անոտացակ եւ լսեցիք այս գազագերբության 2022-ի կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջան հետևողական գերբով գոչնչացնի հայ ժողովրդի գրոնական եւ մշակութային ժառանգությունը եւ հուշագոտողները։ Նշյալ ժողովին զանազան խոսքերով մեկը բադահական չէ, որովհետև անոնք զիտար ամբողջացնեն իրենց գործունեար գործողություններով մեր ժամանակներում մուտք ու ներկայացնելով։ Խաղաղության մասին խոսքեր եւ մաղթանքներ ընչեցին այս ժողովին ընթացքին զանազան խոսքերով։ Նույնիսկ անդադարձ կդարվեցավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն։ Հայաստան եւ Ադրբեջան կգտնվի խաղաղության գործընթացի մեջ, գործընթացը, որուն գծով անհամաձայնություններ եւ հարցականներ ունենք, սակայն խաղաղության գաղափարին լրջորեն կհավատանք շարունակած է Մարիոն Ալբանդյան։ Այդ համայնքների ստորագրությամբ հավելյալ դնշում գործադրելով Հայաստանի վրա։ Սակայն դերին է հիշել, որ Հայաստան վերագանքացում են իվեր 1991-ին սկսյալ դեպապար ցկտած է առանց նախապայմաններու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիո հետ, սակայն Թուրքիան մեջած է։ Եթե Թուրքիա իսկապես կպապակի նպաստել դարաձաշանի մեջ արդար մնայուն եւ գայուն խաղաղության հաստատել 1923 թվականերու հայոց ցեղասպանության գործադրության մեջ։ Բարդատրված խաղաղությունը ոչ արդար է, ոչ ալգայուն եւ մնայուն եզրակացուցած է Մարիոն Ալբանդյան։ 29 մայիսին Արեմդահայոց հարցերու ուսումնասիրության կենտրոնը Երևանի մեջ կկազմակերպի հանդիպումը սփյուռքահայ ցեղասպանական հետազոտող եւ արխիվագետ Արա Կետիբյանի հետ,
որ կներկայացնի հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի նյութերով տասնամյակներ շարունակ իր կատարած արժեքավոր ուսումնասիրությունները։ Հայտնեք, որ 13 մեծադիր եւ ստվարազավալ հադորներուն մեջ Արաք Էթիպյան ամփոփած է ամերիկյան մամուլի մեջ հարադարակված հազարավոր նյութեր The New York Times, The Washington Post, The Boston Daily Globe, The Christian Science Monitor, որոնք բաբանվին Միացյալ Նահանգներու արխիվներում մեջ։ Արխիվները մասնավորապես կվերապերին հայոց ցեղասպանության զնազան շրջաներուն 1894-ին 1896-ի համիդյան գոդորածներ 1909-ի Ադոնայի չարտեր հայերու հանդեպ գովգասյան թաթարներու բռնություններու բազմաթիվ վկայություններ բռնի գրոնափոխություն հույներու եւ ասորներու ցեղասպանություններ եւ այլն 1894-ին 1930 ժամանակաշրջանը ընդգրկող նյութերու զավալով եւ համագոմ ցեղասպանակետներու պատմապաններու եւ այլ հետազոտողներու համար 25 մայիսին Երևանի մեջ տեղի ունեցավ Բաղդադ arczepiskopos Կալստանյանի ինքներս մեզ հաղթելով Կիրքին շնորհահանդեսը։ Կիրքը Հայաստանի օրակույն պատմության անգյունակարային դրվագներուն վերլուծումն է Պետություն եկեղեցի ազգ գործակցության առանցքի տեսանկյունեն։ Արսեն Գասպարյանի խմբակրությամբ լույս տեսած հայ արաքելական եկեղեցվով վերապերող նյութերով։ Կիրքը Հայաստանի արչիվ զարացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է ջամփա դեպի ավելի ամուր եւ հոգեվոր արժեհամագարկով զինված Հայաստան։ Հեղինակը այս աշխատությամբ ընթերցողին կպատկամե հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, գիշեցնե, որ բայկարի առաջին քայլը հաղթելն է, մենք մեզի հաղթելը։ Կիրքի մեջ Բաղդադ սրբազան օրինակներով եւ փաստերով ցույց կտա, որ 2020-ին Բادرազմի Հայաստանի բարդությունը ռազմատաշչին վրա չէր։ Բարդությունը առաջին հերթին բادرազմը վարելու անկարողության, անգազմագերբվածության հետևանք էր։ Գրված են բանակի եւ ժողովուրդը, բայց պետությունը իր ամբողջ համագարկով ցախողած է ամեն ինչի մեջ։ Կիրքի մեջ Բաղդադ սրբազան գշեշտ է, որ ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համագարկային, այլևս երբեք կոչը պետք է դառնա բանացև սկզբունք եւ գործողություն ոչ թե խրախճանքներով ադեն արդասանված գենաց։ Բոլսոն Սահակ Մաշալյան Բադրիարքը հունիսին կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս այցելությունը Բադրիարքին առաջինն է Միացյալ Նահանգներ Բադրիարքության պաշտոնը ստանցնել է յետք։ Կնախադեсվի, որ այցելությունը դեպի մեկ շաբաթ եւ Բադրիարքը հանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի եւ Բոստոնի հայմանքներուն հետ եւ մատուցի բادرակ։ Մաշալյան Բադրիարք 29 հունիսին Նյու Յորքի Սուրբ Վարդան Նաջարին մեջ գհյուրընկալվի Միացյալ Նահանգներու Արևմտյան շրջանի էջմիածնական առաջնորդ Մեսրոպ arczepiskopos Բարսամյանի գոմե։ Այցելության զերին մեջ Սահակ Բադրիարք կայցելի նաեւ Մագի շենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև երեք դարձյալ խոսած է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Ազատություն ցանասպուրի գայանը նշե, թե ասիգա վերջին 5 օրվան ընթացքին Ադրբեջանի նախագահին այս նույնին երկրորդ անդրադարձն է։ Իսլամադիացության հարցերով նվիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցներուն դիմելով Ալիև ընդգծած է. Դժբախտաբար Արևմտյան Ադրբեջանի մեջ մեր պատմական հողերուն վրա ուրգե մեր հայրենակիցները արդակսված են մտածված եւ ծրագրված կերպով Ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական հոգեվոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն գիրակորձվի։ Կչնչվի ադրբեջանցիներու հետքը անոնց պատմական ազգային դրացքեն։ Ալիև նաեւ ողջունած է իսլամականներու միության կողմէ անցյալ շաբաթ դրված որոշումը, որուն համաձայն ստեղծված է Գարույցին Երևանի մասնաճյուղը Երևանի Ղազիաթը։ Ադիգա կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնումի ջամփուն վրա նկատել դված է Ալիև։ Հարկելի ունգընտիներ Վանացանի եթերով եթիմադեդե եչով ներգայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը Ելցանի հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ Վանացանի ունգընտիր։